Նախորդ տարի այս օրերին Հայաստանում բուռն էին քննարկումները, Տավուշում տեղադրվել է 20 սահմանային սյուն, սահմանազատվել շուրջ 12,7 կիլոմետր երկարությամբ սահման։ Հայաստանի իշխանությունը այն աննախադեպ հաջողություն է որակում 4 գյուղերը, որոնք փաստացի անցան Ադրբեջանի տիրապետության տակ, պաշտոնական Երևանը հենց ադրբեջանական էլ համարում է։ Սահմանազատման գործընթացը տեղում կանգնած չի մնում, աշխատում է, օրերս էր Անվտանգության խորհրդի քարտուղարը ասել լրագրողներին, բայց դրանից առաջ վարչապետ Փաշինյանը խորհրդարանում էր շեշտել, թաքուն սահմանազատում տեղի չունենա, եթե լինեն գործընթացներ, ապա կհրապարակեն նաև տեղեկություններ։ Այդ սպասումը ձևավորել, որ վայ թաքուն կարա սահմանազատման աշխատանք տեղի ունենա, այդքան էլ ճիշտ չի։ Սահմանազատման սահմանագծման առաջ գնացող գործընթացի մասին սակայն շոշափելի նորություններ չկան։ Խաղաղության գործընթացից անջատված այս process-ի մեկնարկից փաստորեն 1 տարուց էլ շատ է անցել։ Ադրբեջանական կողմը փաստացի շահել է, Հայաստանից տարածքներ պոկել։ Հայկական կողմը շարունակում է տուժողի դիրքերում մնալ, որովհետև շուրջ 200 քառակուսի կիլոմետր հայկական սուվերեն տարածքում հիմա ադրբեջանցիներ են։ Այս հարցը Հայաստանը չի պատրաստվում ռազմական ճանապարհով լուծել, ապավինում են սահմանազատման գործընթացին։ Փաստացիորեն երևում է, որ ինքը չի ուզում ունենալ վերջնական համապատասխան միջազգային ձևաչափ ստացած հարաբերությունները հաստատած Հայաստանի հետ եւ իրավիճակը, որտեղ անորոշությունը պահպանվում է, որը օգտագործում է Ադրբեջանի ներքին եւ արտաքին խնդիրները լուծելու համար, իրենց կողմից դիտվում է որպես լավագույն սցենարներից մեկը։ Ադրբեջանն իհարկե շարունակելու է մեկ-մեկ հանդիպումներ կազմակերպել process-ը, այսպես ասենք, օդում պահելու համար, բայց դրա ավարտի մասին դժվար է խոսել։ Քաղաքագետն ասում է, սահմանային հարցերը լուծել ավարտելը Բաքվի պլաններում հիմա չկա։ Կարճ ասած, ինչպես խաղաղության պայմանագիր ստորագրելու, այնպես էլ դելիմիտացիա դեմարկացիա իրականացնելու համար միայն քաղաքական կամք է պետք։ Եվ թեև այս process-ները կողմերը իրարից անջատ են դիտարկում, քաղաքագետը դարձյալ մեկը մյուսի հետ է կապում։ Եթե կողմերը ստորագրում են խաղաղության պայմանագիրը, դա ենթադրում է այդ թվում նաև սահմանային խնդիրների հետ կապված հարցերի վերացումը, որը իրականացվում է դելիմիտացիա եւ դեմարկացիայի միջոցով։ Մի մոռացեք, որ դուք կարող եք չունենալ խաղաղության պայմանագիրը եւ կարող եք ապրել շատ հանգիստ պայմաններում ձեր հարևան պետության հետ, եւ մինչեւ հիմա չունենաք մինչեւ վերջ իրականացված դելիմիտացիոն եւ դեմարկացիոն գործընթացները սահմանի վրա։ Համաձայն վերջին պայմանավորվածության սահմանազատումը շարունակվելու է Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի սահմանի հատման կետից մի փոքր ցածր հատվածից։ Սա Անվտանգության խորհրդի քարտուղարի վերջին հայտարարությունն է։ Ու էլ մանրամասներ չկան, արդյոք Ադրբեջանը առողջ երկխոսության մեջ է, թե դարձյալ ամբողջը ինձ սկզբունքն են դրել սեղանին։ Եվ առհասարակ դժվար է պատկերացնել, թե ինչպես են ագրեսիվ քոչվորները լուր հավաքում զենքերը ու խաղաղ հետ քաշվում հայկական տարածքից, որովհետև փաստաթղթում այդպես է գրված։ Տիգրան Գուրգենյան, ժամը լրատվական։